այն ճակերտներում շատ մեծ շակերտներում տարօրինակ գործընթացները, որոնց մենք ականատես եղանք գիշերը հաշվարկի ժամանակ, երբ որ ձայների հաշվարկը գնում էր, երբ որ ինչ որ մի պահ, սենց կանգնում էր հաշվարկը, հետո էլի տենց սկսում էր, սա թերևս գրեթե ամենաթեթև ճակերտներում իհարկե նկատառումն է, իսկ հիմնականում օրինակ շատ տարօրինակ էր, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ թվերի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հենց այս պահին, եւ առհասարակ վերահաշվարկի process-ի մեջ է, մենք պահանջել ենք վերահաշվարկ այն տվյալների, որոնք հրապարակվել են, որովհետև կրկին այստեղ ճակերտներում, շատ խիստ ճակերտներում տարօրինակ process-ներ են գնում, երբ որ ամենավերջի պահին հրապարակված մեր թվին մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ 1000-րդական, նույնիսկ 10-րդական չէ, 1000-րդական քանակով ձայներ են պակասում, որ այս պահի դրությամբ տեղամասերի քանակը այս պահի դրությամբ քանզի process-ը ինքը, process-ի մեջ է, տեղամասերի քանակը հստակ զերծ կմնա մասել, որովհետև մոտավորել չեմ ասի, բայց հավատացնում եմ ձեզ 1 կամ 2 չի, որովհետև ըստ էության ունենք տվյալներ, ես հիմա ուղղակի հղում տալով, օրինակ 4 ընտրատարածքից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձեն, ընդամենը 4 ընտրատարածքից, արդեն 120 ձեն կրկին վերադարձել է մեզ, այսինքն մենք գտել ենք, ինչ կնում, տեղամաս։ Դա վերահաշվարկի արդյունքում Այո, համեմատության։ Հետո, նաև օրինակ բերենք, այստեղ շատ ու շատ չեմ ուզում ոչ մի պարագայում հանգարց սխալվեմ, կան տվյալներ, որ այն process-ները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, սա իմ հիմնավոր կասկածն է եւ ենթադրությունը, այլ քաղաքական, հաշվի առնելով այն ասենք ասենք, գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում, եթե օրինակ լինի 4 ընդդիմադիր, 3 ընդդիմադիր եւ այլ process կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ։ Տեսեք, մենք այս պարագայում քանզի չունենք առայժմ փաստագրական փաստեր, ես պնդել 100%-ով ոչ մի բան չեմ կարող եւ ցած շպրտել չեմ կարող ոչ մեկի վրա, բայց տրամաբանությունը գործընթացների եւ առհասարակ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ այո, հնարավոր է նաեւ ձեր վարկածը լինի։ 120 Դրանք արդեն վերականգնվել են, թե դրանք պետք է վերահաշվարկել։ Մենք թերևս մենք հիմա գտնվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ աշխատանքային process-ի մեջ։ Կարելի ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները կողացել են, որ փոխարոն են ասել, Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովին առայժմ ես այս պահին ոչ մի բան չեմ ասի, չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ չի եկել կամ չեն հաշվարկել։ Ինչի է ձևավորել, ինչու այդպես արեցին։ Մենք գտնվում ենք նաև այս պարագայում ուսումնասիրության փուլում եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ առհասարակ
սրությունը առայժմ զերծ կմնամ, ես ունեմ իմ իհարկե ենթադրությունները։ Այո, դե միանշանակ նույնն էլ մենք ենք ասում։ Ընդ որում Եթե ԲՀԿ-ն անցնում է, այսինքն 4-րդ ուժ, որը դեպքում ԲՀԿ-ն է, կարող է կարելի լինել, անցնում է խորհրդարան, ապա լրիվ այլ պատկեր է ձևավորվում խորհրդարանում, եւ դուք կարող եք օրինակ դատախազ զինդրությունը մերժել իրենց դրած եւ այլն մի շարք կարևոր նախագծերի դեմ քվեարկել չթողնել ԿՊ-ի զատավանի։ Եթե չի անցնում, ապա դնում ենք ունենում ենք նորից նույն ծեծուտող ընդդիմությունում երկու մարդ տարբեր անուններ փոխված ընդհանրապես։ Ձեր մոտեցումը ինչպիսին է։ Տեսեք, դուք ի վերջո չանցնեք խորհրդարան։ Դուք օրինակ ոչ կանեք կամ դիպրոշը կայտնեք, որ մյուսները չգնա եւ մենք նորից նույն բանը խոլիգանական խորհրդարանին ապահովենք։ Շնորհակալություն հարցի համար, այս հարցին առայժմ շնորհակալություն հարցի համար, ես ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց այսօր, այս պահին ես առայժմ զերծ կմնամ կոնկրետ ինչ-որ բան ասելուց, որովհետև որոշումները, որոնք ընդունվում են, իրենք ընդունվում են կոլեգիալ եւ առայժմ այդ որոշման մասին թույլ տվեք չբարձրաձայնեմ։ Եվ արդյոք երկու նախընտրական շրջանում վիճակագրություն է դրանք շատ են արվերվում Իհարկե, տեսեք, կարելի է երկար, այտենց ինչ-որ բաներ ենթադրել խոսել, բայց երբ որ մենք նայում ենք միջինացված վիճակագրությունը եւ տեսնում ենք անտվյալները, որոնք կան, ուղղակի, գիտեք, գլխի մեջ չի տեղավորվում մարդու, ինչպես կարող է այսպես լինի, ամենայն դեպս կարող ենք նաև արձանագրել, որ թե ընտրություններից առաջ, թե անմիջապես ընտրությունների ժամանակ մենք տեսնում ենք իշխանությունը ինչ մթնոլորտ է ձևավորել եւ ինչ խայտարակ ուղակի, աննախադեպ խայտարակ ճնշումների էր ենթարկվում ընդդիմությունը, այդ թվում իհարկե Բարգավաճ Հայաստանը, որը վերջին, փուլում ընտրարշավի դարձավ Չակերտներում ամենասիրված թեման իշխանության ներկայացուցիչներից հանձինս Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավոտից իրգուն մեր անունն էր տալի։ Պարոն Աբովյան, դուք ունեք հստակ հաշվարկ, թե հիմա ձեզ քանի ձայն է պետք, որպեսզի 4% շեմը դուք ախտարեք, որտեղ միտեղ կարդում ենք 60 ձայնի մասին է խոսում, միտեղ դեպատ է 790, հիմա եթե 60 ձայնի մասին է խոսքը, դուք նշեցիք, որ ձեր հաշվարկների արդյունքում 120 ձայն արդեն իսկ պակաս են հաշվել, դրանով ստացվում, որ դուք անցնում եք խորհրդարան եւ նաեւ երկրորդ հարց, չնայած որ դուք նշեցիք քննարկումների արդյունքում է մեր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործիչները նաեւ պնդում են, որ պետք չէ վերցնել մանդատները։ Եթե դուք ստանում եք ձեզ համար անցուղիկ շեմի մանդատի ձայները, դուք պատրաստ եք դնել մանդատները եւ փողոցում պայքարը շարունակել կամ նոր ընտրությունների գնալ։ Տեսեք, ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետևյալը։ Մենք մանդատակռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում, ամեն գնանք, գտենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն, կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարեւոր է, եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա, այսքանը։ Չէ, ես պատասխանեցի, հարցին ասեցի, ես այսքանը, այս պահին այսքանը։ Ես շարունակեմ, արդեն իհարկե ես նաև ուզում եմ անդրադարձ